Կին Հակոբյան արցախցիները ազատության հրապարակում վրան են տեղադրել, պահանջում են, որ իրենց իրավունքները չոտնահարեն, ակցիաներ նույնիսկ եղան, բայց կարծես թե արցախցիները հենց Նիկոլ Փաշինյանի համար մեծ վտանգ են ներկայացնում 2026 թվականի ընտրությունների համար։ Ինչ կասեք դուք այս մասին։ Գիտեք, դա ընդհանրապես մի դրվագն է այն անհանգստությունների, որ ունեն այս իշխանությունները արցախցիների հետ կապված, որովհետև գլոբալ առումով իրենք պարտավորություններ ունեն, մեր համար թշնամի, իրենց համար բարեկամ երկրի իշխանությունների առաջ, այն է չկա արցախցի եզրույթ, չկա Արցախ, հետևաբար չկա որևէ բան, որ պիտի խանգարի իրենց այս կեղծ սուտ դատարկ օրակարգի խաղաղության օրակարգի ընթացքին։ Իհարկե Ադրբեջանը այստեղ լրիվ այլ նպատակով է օգտագործում սրանք այլ, բայց հասկանալի է, որ մենք առաջին հերթին անհասկանալի ենք դարձնում թե Հայաստանում մեր հայրենակիցների համար, թե դրսի համար այս խաղաղության օրակարգ ասված է, որովհետև եթե կան 160,000 հայեր, իդեպ ես իրենք քիչ են ասում, ես մի շեշտելու եմ 160, որովհետև 2020 թվականին եւս տեղահանվել են մեր հայրենակիցները եւ ընդհանուր քանակը տեղահանվածների 160,000 է։ Եթե կան 160,000 հայեր, որոնք զենքի ուժի ներքո, ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանվել են եւ չեն կարողանում ապրել իրենց բնորանում, իրենց բնակարաններում, իրենց տներում, այցելել իրենց նախնիների շիրիմներին, հետեւաբար չի կարող այդ երկիրը ուղղակի հայտարարել խաղաղության օրակարգի մասին, որտեղ առնվազն 160,000 մարդ իր առջև նպատակ ունի վերադառնալ իր տուն։ Իսկ իրենց խաղաղության օրակարգի մեջ դա նախատեսված չի, հակառակը բացառված է։ Հաջորդը մենք զարմանում ենք կամ, չգիտեմ, մտածում ենք, որ ավելի շատ զարմանում ենք, ինչու իրենք գերիների եւ պատանդարված անձանց ուղղությամբ աշխատանք չեն տանում կամ երբեմն լսում ենք, որ տանում են, զգուշ են տանում։ Սա եւս եզրույթ է, գործընթաց է, որը խանգարում է իրենց այդ կեղծ օրակարգին, հա, գոնե ներսում է ժողովրդին մոլորեցնելու։ Իսկ եթե դու մի երկիր ունի գերիներ ու պատանդարված անձինք, որոնք այսօր կեղծ մեղադրանքներով ինչ-որ աբսուրդ դատավարությունների մեղադրյալներ են, որը ուղիղ հենց վտանգ է Հայաստանի Հանրապետության համար, դու ինչ խաղաղության օրակարգի ստորագրման մասին, համաձայնագրի ստորագրման մասին ես խոսում։ Այսինքն սրանք խնդիրներ են, որ իր առջև դրված են ու պիտի լուծի, եւ այդտեղ գերխնդիրը արցախցու չլինելն է։ Չկա արցախցի, հետևաբար չկան դրանից բխող բոլոր հետևանքները։ Ինչ պետք է անել, պետք է արցախցուն ստորացնել, պետք է արցախցուն թշնամի դարձնել այստեղի ժողովրդին, որովհետև երեք փոխվարչապետի դիտարկումը եւ հավասարեցումը բռնի տեղահանված անձանց ու քո երկրում սոցիալական խնդիրներ ունեցող անձանց դիտարկելը նույն հարթակում, դա իհարկե եթե մենք նորմալ պայմաններում լինեինք, ասեինք տգետ է այդ փոխվարչապետը, բայց սա հստակ քաղաքականություն է, որով իրենք ուղղակի ոչնչացնում են Արցախցուն եւ սա իհարկե հերթական պահանջներից մեկն է Ադրբեջանի, որ իրենք ուղղակի կատարում են։ Տիկին Հակոբյանը ասում են, որ կրկին մեծ հանրահավաք է սպասվում, տեղեկեք երբ եւ որտեղ ու ինչ կլինի հանրահավաքի։ Բնական է, որ մարտի 29-ի արած հայտարարությունից հետո խորհուրդը եւ ընդհանրապես բոլոր արցախցիները դիտարկում էին պատասխանի երկու տարբերակ՝ այո կամ ոչ։ Այոյի դեպքում հասկանալի է ընթացքը ինչպես պիտի լիներ 3 պահանջների ուղղությամբ, իհարկե ոչ թե սոցիալական միայն, եւ ոչի դեպքում բազմիցս հայտարարել են, որ հստակ գործողություններ ու գործընթացներ կլինեն եւ կարեւորը որ ժողովրդի մոտ կա արդեն գիտակցումը, որ այս ամենը քաղաքական process է եւ ինքը հանրային ճնշումով չի կարող լուծվել։ Անցել է։ Միանշանակ անցել է եւ շատ շատերը նույնիսկ հանրահավաքի օրը կար այդ գիտակցումը, որ սա քաղաքական գործընթաց է եւ այս իշխանությունների ворթեգրած քաղաքականությունն է հենց արցախցիների դեմ։ Հետևաբար դու չես կարող այլ գործիքակազմ կիրառել եւ եթե նույնիսկ հանրահավաքի ժամանակ հնչում էր, որ
իշխանությունների հետ որևէ խնդիր չունեն արցախցիները, դա ի դեպ նաև կոտրեց այս իշխանությունների այն թեզը, որ արցախցիները եկել են այստեղ իշխանություն զավթելու, բնավ չկա այդ նպատակը, բայց երեկվա, այդ ցինիկ պատասխանը իրական, ես այլ բնութագրում չեմ կարող տալ, ինքը դրթելու է նրան, որ այո, արցախցիները այսպես գիտակցաբար հասկանան, որ չունենք մենք այլընտրանք ուղղակի, այս իշխանությունները վարձված են արցախցիներին ոչնչացնելու համար։ Հիմա ուղղակի պետք է այնպես անել, որ չլինեն նման իշխանություններ եւ լինեն այն իշխանությունները, որտեղ արցախցիների հարցը օրակարգային կլինի ուղղակի։ Իսկ հաջորդ ակցիան բողոքի երբ է սպասվում։ Պլանավորելու են, իհարկե խորհուրդի հետ մասին արդեն լրացուցիչ հայտարարություն կանի եւ հստակ ես կարծում եմ, որ իրենք արդեն հիմա այն իրավիճակում են, որտեղ պետք է հստակ ծրագրային ներկայացնել օրով, ժամով, վայրկյանով ու նպատակներով։